Լսելով խորհրդի մասնակիցների դրական որոշում է վերացնել իշխանությունը բավարար մասնակից եւ քննչական կոմիտեի պահանջը սուն բարոյական առողջություն ունեցող հադրյալներին ներազանքի մասը բացակայված արարեցում իրականացած այլ աշխատասովորական գործողություններ կայուն դատավորության մեջ իրական շուրջ որը վերաբերել է սուն բարոյի պահանջը քննչական կոմիտեի աշխատանքը որ ճիշտ կոնցենտրացիոն կողմը զրկված չէ մասնավորապես հարաբերությունների պահանջները սակայն վերջիններս սուն դեպքում զրկված լինեն գասերը իրական հաղորդությունները բազերում են հարցականության ուստիսուն դեպքում դատարանը գտնում է որ անհրաժեշտ է մշտական այլ արդեն եթե չկա ապարում դատարան միշտություն ունենք նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մկրտիչ Փոշյան Անսանն եպիսկոպոս և անմահ Սուրբ Պատարագների մասնակցություն հանդիսանում է նրա հոգևոր առաքելության անբաժան մասը, նկատի ունենալով այն, որ Մկրտիչ Սրբազանը բնակվում է քաղաքեշնացին Անդրանիկի 7 թաղամաս 168 հասցեի, հաշվի առնելով նաև, որ Երբայր Ստեփան Փոշյանի կին Ասլիկ Փոշյանը, ինչպես նրանց երեխաները Պետրույթ Փոշյանը, Պերճ Փոշյանը, Պաստասի բնակվում են նույն հասցեին ու տնամ են Մկրտիչ Սրբազանի մայրիկին, հաշվի առնելով նաև Մկրտիչ Սրբազանի ատամները բուժելու անհրաժեշտությունը, հիմք ընդունելով քրեական դատացիոն օրենսգրքի 1033 հատվածի մյուս օրենսգրքի կանոնները միջնորդում են։ Առաջին. Մկրտիչ Հայր Փոշյանի թույլատրել յուրաքանչյուր կիրակերով, ինչպես նաև եկեղեցական տոների, ժամը 10:00-ից մինչև 14:00 ընկած ժամանակահատվածում իր բնակության վայրում Մեջմերձին քաղաքում գտնվող Հայր առաքելական սուրբ եկեղեցիներում մասնակցել մատուցվող սուրբ և անմահ պատարագներին, բացառելով նշված ժամանակահատվածում շփում այլ անձանց հետ բացառությամբ սուրբ հաղորդություն ստանալիս։ Թույլատրել Մկրտիչ Հայր Փոշյանի եղբայր Ստեփան Փոշյանի կնոջը, Ասլիկ Փոշյանի, ինչպես նաև եղբոր երեխաներին, Պետրույթ Փոշյանի և Պերճ Փոշյանին շփվել Մկրտիչ Հայր Փոշյանի հետ։ Եվ երրորդ թույլատրել Մկրտիչ Հայր Փոշյանի 2026 թվականի փետրվարի 27-ին ժամը 15-ից 18:00 ընկած ժամանակահատվածում և 2026 թվականի մարտի 2-ին ժամը 15:00-ից 18:00 ժամանակահատվածում այցելել քաղաքեշնացին Բնունյանց քամին հասցում գտնվող ատամներ բուժարան։ Պատժել դատան ձեզ եմ ներկայացնում անվտանգության գործականի երկրորդ անձնագրի, երկրորդ կնոջ անձնագրի և երեխաների անձնասպոր փաստարկի պատճառները։ Բարբաժան դատարան նշված միջնորդության գաղափարությամբ նշեմ, որ ըստ էության մեկ շաբաթ առաջ դնարկել է մեղադրանքի ներգրավման իրական խաղաղամիջոցի հարցը եւ պաշտպանության կողմը դեպաշտպանության կողմիններ անհատական միջոցով անձնագրի սահմանության միջոցով դրկացնում բայց այնուամենայնիվ պատկերաշրջան է տանում, որ մեկ շաբաթ առաջ ուտորավար դերս խաղաղամիջոցի Արցի կննվում և վերնշված հանգամանքների մասով ըստ էության իշխանության մեջ նրան շեֆ է, որոնք պատվաժան դատան վերնշված հանգամանքները այնպիսի հանգամանքներ են, որոնք վստահ է, որ ուտորավար նրանք պաշտպանության կողմին դրանք հասու են եղել պաշտպանության կողմը եզրիկ նման հանգամանքներով հնարավորության մասին։ Բացի այդ պատվաժան դատարան ըստ մեղադրանքի կողմի վերնշված միջնորդության ամբողջությամբ ավարտումը ըստ էության կհանգեցնի խափան միջոցի փոփոխման, որոշակի առումով, այսինքն սույն դեպքում մեղադրանքի նկատմամբ իրավացիականային կալանք համապատասխան բացառություններով, շփման կապակցության կամ այլ բացառություններով եւ ըստ էության միջնորդության բովանդակությունը թեև իր առումով ներկայացնում է տնտեսական խափան միջոցի որոշակի պայմանների փոփոխման, այնուամենայնիվ ըստ էության մեղադրանքի կողմի դիրքորոշում պաշտպանության կողմի ներկայացած միջնորդությունը կարծես վարչական հսկողություն իրավունքի մասին միջնորդություն ուներ, բացառությամբ որոշակի բնակության վայրը երկրաշարժի շաբաթ օրերը։ Հետևաբար այս հանգամանքներով պայմանավորված պատժում դառնալու
Այսինքն ատամնաբույժի ներկայանալը Հարգարժան մեղադրող է պատվարժան դատարան դիտում, որ դուր առաջ մարդը պետք է իմանա, որ ատամնաբույժման կարիք ունի կամ նախապես որ ուտոր հետո ցավելու է, դրան չի անդրադառնում, թողում է, որ մարդը ցավով տարածքի, անհասկանալի է վարդակից, անկեղծ եմ ասում։ Պատվարժան դատարան ձեր թույլտվությամբ ատամնաբույժի այցելության դեպքում, բժշկական հիմնական հաստատություն այցելության դեպքում պատվարժան դատարան դրա ուրեմն անհրաժեշտության պայմաններում վերջիններս ըստեյության ձեռքբերված չէ, համապատասխան ուրեմն միջնորդությամբ հանդես գալու, որ օրինակ մեղադրյալը պետք է ամսի 10-ին պայմանական ասում, պետք է այցելի բժշկական հաստատություն, անցնի բուժզնություն կամ ուրեմն այլ առողջական ըստումներ։ Հետևաբար ընդհանուր առմամբ ներկայացնել, որ խնդիր առկա է եւ թույլատրենք միշտ այցելի ատամնաբույժին թույլատրի չի պատվարժան դատարան։ Ատամնաբույժանը թողնել փետրվարի 27 եւ մարտի 2-ը շատ Վերջնում է պատվարժան դատարան միջնորդության արդիականությունը նշանակում դեր միջնորդությունը ավելի ուսումներ եւ դատարանը որոշում դարձրեց քննարկման առարկա չի դարձրեց համապատասխաններից ավարտում զսպված որոշում առաջարկություններ, որտեղ ակնկալում են բուժական։ Սրանով է պայմանավորված, որ հիմա ներկայացվում է արդեն սահմանափակումների վերացում։ Եվ պատվարժան դատարանում հիշեցնում նաև, որ մտնում է նախադրում ունեցած այս քրեական քաղաքի շրջանակներում դեր դարագինի մասով դատարանը տնային կալանքի պայմանները նման հնարավորություն ծրել էր։ Պատահական չի, որ մենք չենք խնդրել, որպեսզի դատարանը թույլ տա արագացույցի թեման մասնակցի ապարատին, թե զրպազանից դա էր ուզում, բայց մենք հասկանալով նաև նույն համադրությունը անցկացնելով, հասկացանք, որ իր բնակության վայրում ապարատի մասնակցելը բնականաբար ավելի նպատակարար կլինի։ Այսինքն տնային կալանքի պայմաններում խոսում ենք համայնքին պատարագին մասնակցելու հնարավորության մասին եւ չենք խոսում շարքային քաղաքացիության մասին, խոսում ենք եպիսկոպոսի մասին, որին հենց համայնքին պատարագի ձեռքելը արդեն դա պատժի որոշակի տեսակ է։ Դրանց հետագայում պետք է արդեն անդորրաջ և համապատասխանների բուժօգնություն ասում։ Անունը գիտենք Խաչիկ ազգանուն բժշկի շնորհիվ, անունը Խաչիկ։ Այո, ճաշակները բնականաբար ներկայացնում են։ Դատարանը անդրադարձ կատարվեց այս մասով հարազատների այցելության մասով և կատարողների մասնակցության մասով աջակցությամբ մինչև պրոբացիա ծառայություն արդյունք կան հաստիկներ մատվածել պրոբացիա ծառայություն անձանց հատուկ ուղերձելու համար, ասենց դեպքերում նաև ատամնաբույժը։ Այս հաշվառներով վերջին սարավճական հետ կապված խնդիրներ ուսուցմի երկում դատարանը միայն ատամնաբույժի մասով կբավարարել, հաջորդ հարցերում անդրադարձ կատարել մյուս պետական նիստի հարցումները ստանալու